Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է հայտնի դերասան, ասմունքող Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Տեղեկությունը հայտնել է Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։ Դեղտրիկյանը 60 տարեկան էր, նրա բեմական կարիերան սկսվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում 22 տարեկանում։ 1994 թվականին հրավիրվել էր Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում էր մինչև կյանքի վերջը։ Դեղտրիկյանը նկարահանվել է հեռուստաթատրոնում, ֆիլմերում, հեռուստասերիալներում, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր է, ամուսնացած էր քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Վերջին տարիներին հայտնի դերասանը պայքարում էր քաղցկեղի դեմ։ Քիչ առաջ դերասանի դուստր Մանան Դեղտրիկյանը սոցիալական ցանցի իր էջերում գրել է. «Հայրիկիս Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 18:00-ից 20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը մարտի 22-ին ժամը 11-ից 13 նույն վայրից»։ Նշենք, որ դերասանը հայտնի է մի շարք ֆիլմերից, հեռուստասերիալներից։ Հեռուստասերիալներից էին «Դժբախտ երջանկությունը», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վերկացու քայլիր» և այլն։ Նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր, նա անդրադարձել է այն սկզբունքներին, որով ապրում է, նշել, թե որն է իր հաջողության գրավականը։ Պարոն Դեղտրիկյանը խոստովանել է, որ խուսափում է շփվել տգետ մարդկանց հետ, դիմացինի հետ հարաբերություններում նախընտրում է անկեղծությունը։ Դերասանը մշտապես խոսում էր հանդարտ, կշռադատված, հստակ։ Նրա խոսքից հնչում են մարդկային պարզ, բայց այսօրվա աշխարհի համար այնքան մեծ արժեք ունեցող գաղափարներ՝ ազնվություն, պարկեշտություն, սրտի թելադրանքով ապրելու ունակություն։ Դեղտրիկյանի առաջին հիշողությունները կապված են ծնողների հետ։ Դա ինքնին արդեն հուշում է, որտեղ են նրա հոգու արմատները, որտեղ է դրված նրա կյանքի բարոյական հենքը։ Նա մարդկային հարաբերություններին մոտենում է ոչ թե հասարակ բարևով, այլ հոգևոր վերաբերմունքով։ Մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես թելադրում է սիրտդ, ասել էր նա իր հարցազրույցներից մեկում։ Ապրելու իր պարզ, բայց խորիմաստ սկզբունքը ևս խոսում է նրա ներքին էության մասին։ Լինել ազնիվ, պարկեշտ։ Նրա համոզմամբ, որքան էլ այս արժեքները որոշ մարդկանց հնացած թվան, իրականում դրանք են մարդուն մարդ դարձնող հիմքերը։ Մանանը հավատում է իր ասածին ոչ պատահականության, այլ աշխատասիրության, նվիրվածության և իրեն տրված շնորհի շնորհիվ։ Նա երբեք չի դադարում զարգանալ, հղկվել և ինքն իրեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել։ Մանան Դեղտրիկյանը սիրված դերասանի դուստրն է։ Դերասանն իր հարցազրույցներում մշտապես նշել է դստեր անունը։ Նա հպարտ տանում էր և իհարկե կարոտում դստերը այն ժամանակ, երբ դուստրը Հայաստանում չէր բնակվում։ Սիրված դերասանն իր հարցազրույցում նշել էր նաև մարդկանց, ովքեր ադեկվատ չեն, բայց գնահատում է այն մարդկանց կարծիքն, ում մարդկային տեսակը բարձր է համարում։ Նույնիսկ ամենամեղմ հարցերին, ինչպիսին է օրինակ ունեք տարօրինակ սովորություն կամ ինչ մուլտհերոսի հետ կնմանեցնեք ձեզ, նա պատասխանում է ինքնազգացող, բայց համեստ խոսքով, հաստատ բարի մի հերոսի, ժպտում էր դերասանն իր հարցազրույցում։ Երբ խոսում է սիրո մասին, խոսքը վեր է մարդկային հուզական մակարդակից։ Նրա արտահայտությունը «ես արդեն երկար տարիներ է սիրահարված եմ» հնչում է իբրև հավատարմության, նվիրվածության և ընտանեկան ուժի մանիֆեստ։ Սիրված դերասանի կինը՝ Կարինե Աճեմյանը, Հայաստանի քաղաքական ոլորտում հայտի անձնավորություն է, և նրանց ամուր կապը տարիների ընթացքում վերածվել է այնպիսի խորունկ աշխարհի, որտեղ թրթիռները երբեք չեն մարում։ Սիրված դերասանի կյանքի ամենահարմար վայրն իր տունն է, ընտանեկան բույնը, որտեղ նա իրեն զգում է հանգիստ, հասկացված և սիրով լցված։ Երբ հարցնում են ինչն է կյանքը անիմաստ դարձնելու պատճառը, նրա պատասխանը պարզ է, բայց ամբողջական. սիրո ու ընտանիքի բացակայությունը, իսկ ամենավտանգավոր մարդկային հատկությունն ըստ նրա տգիտությունն է։ Նրա մասին կարդալը բավական է պատկերացնելու համար մի խոհուն, կիրթ, մարդկային հարստություններով լի տղամարդու կերպար։ Նա ապրում է առանց ցուցադրականության, բայց իր կյանքի ճանապարհը թե մասնագիտական, թե ընտանեկան, վստահաբար կարող է դառնալ օրինակ շատերի համար։
Եվ ամենակարևորը նա այն մարդկանցից է, ում մասին կարելի է ասել նա ապրում է ինչպես մտածում է, իսկ մտածում է խորությամբ ու ազնվությամբ ու սիրով։ Ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ, ախ սիրտս կարոտից մարում է ինչ անեմ։ Օջախս տխուր է առանց քեզ նասելիս, ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ, ախ սիրտս կարոտից մարում է ինչ անեմ։ Օջախս տխուր է առանց քեզ նասելիս, ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ, ախ սիրտս կարոտից մարում է ինչ անեմ։